Մասնագիտություն Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, Facebook-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք մի շատ հետաքրքիր մասնագիտություն, թե որն այն նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանին։ Այս մասնագիտության մեջ անչափ կարևոր է համբերատարությունը, մասնագետի եւ այցելուի միջև փոխադարձ ջերմությունը եւ յուրաքանչյուր այցելուի անհատական մոտեցում ցուցաբերելու կարողությունը։ Անցնելով կայացման երկարատև ուղի, այսօր այն համարվում է առաջատար եւ ազդեցիկ գիտություններից մեկը, որն ուսումնասիրում է մարդու հոգեկան գործընթացների, հոգեկան վիճակների եւ հոգեկան հատկությունների առաջացման, ձևավորման ու զարգացման առանձնահատկություններն ու օրինաչափությունները, ընդգրկելով մարդու կյանքի գրեթե բոլոր շերտերը։ Հոգեբանություն աշխարհի ամենամարդասիրական եւ ամենապահանջված մասնագիտություններից մեկը։ Գիտություն, որի առաքելությունն է օգնել մարդկանց, որոնք գտնվել են հոգեկան աններդաշնակության մեջ։ Մարդկային հոգու նրբերանգները հասկանալու համար հոգեբաններն անցնում են երկարատև ուսուցում, ձեռք բերելով բազմակողմանի գիտելիքներ հոգեբանության հիմնարար եւ կիրառական ոլորտների վերաբերյալ։ Իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Հասմիկ Հակոբյանը։ Բարև ձեզ։ Ողջույն։ Հասմիկ, հետաքրքիր է, որտեղ ես հին մարդ եմ, ասենք խորհրդային միությունում բավականին ապրել եմ, այն ժամանակ հոգեբանություն, ասենք, մտածում էին, որ պետք է ուսուցիչներին հիմնականում, հա, էս մանկան հոգեբանություն, բայց որ ասենք այ որ ներկայացնում էր իմ գործընկեր Իզաբելլան, որ ասենք անհատի հետ այսպես շփվել եւ այլն, ընդունված չէր։ Մարդիկ չէին գնում հոգեբանի մոտ։ Եվ նույնիսկ ասենք հոգեբուժն ու հոգեբանը խառնում էին, հա։ Մարդիկ մտածում էին, որ ամոթ է, եթե հոգեբանի մոտ գնալը։ Հետո այս խորհրդային միության փլուզումից հետո ինչ որ բան փոխվեց եւ այլն եւ այլն, բայց հիմա ես չգիտեմ, այդքան փոխվել է, որ մենք ասենք նայում ենք, չէ, ամերիկյան, չգիտեմ, եւ այլ ֆիլմերում, որ մարդիկ ունեն իրենց հոգեբանը, չգիտեմ, գնում են այդ հոգեբանի մոտ, խորհրդակցում են եւ այլն։ Այսօր Հայաստանում դա կա թե չկա, հետարքի։ Զարգացման մեծ անհամեմատ ուղի է անցել ինչ խոսք, պրակտիկ հոգեբանությունը եւ հոգեթերապիան, ի համեմատություն ձեր բերած ժամանակահատվածի։ Հիմա շատ ակտուալ է, արդի է եւ մարդիկ իսկապես դիմում են, հասկանալով դրա կարևորությունն ու անհրաժեշտությունն իրենց կյանքում, քանի որ հոգեթերապիայի դիմաց մարդիկ կոչվում են այցելուներ, այս դեպքում չենք ասում պացիենտ կամ հիվանդ, իրենք տեսնելով իրենց կյանքի որակի փոփոխությունը շարունակում են հաճախել ու ինչպես նշեցիք, արդեն հոգեբանը ամբողջ կյանքի համար, հա, ոչ թե սա դիտարկում ենք, որ ինքը ստաբիլ ամբողջ կյանք գալիս է, հաճախում է հոգեբանի մոտ, այլ դիտարկում ենք, որ կյանքի որևէ, այո, ինչ որ փուլերում, դժվարությունների ժամանակ, ինչ որ ճգնաժամային իրավիճակներ կամ ընտրություն պիտի կատարի, ինքը արդեն գիտի ում դիմել, հոգեբանի ում հետ արդեն ունի կառուցված վստահելի հարաբերություններ։ Դե ես կարծում եմ, որ երբ որ մարդը հիվանդ է, այդ առումով հոգեբուժի է դիմում, իսկ եթե առողջ մարդ է, բայց ընկել է ինչ-որ վիճակների մեջ եւ այլն, որ պիտի հաղթահարի հոգեբանի, հա, այսպես նայենք։ Այսինքն հիմա երևի այդ հոգեբուժ եւ հոգեբան այդ սահմանը մարդիկ երևի ընկալում են, հա, արդեն ընկալում են, թե չէ։ Հիվանդություն ասվածը փորձենք հասկանալ ինչի մասին է, հա, առողջ եւ հիվանդ հոգեբուժի մոտ այն պացիենտներն են, ովքեր որ ունեն ինչ որ խնդիրներ, եթե դիտարկենք պաթոլոգիան, հա, ով աշխատում է դեղորայքային նաև բուժում է այնտեղ, հոգեբան մասնագետը իրավունք չունի, կոմպետենտ չի դեղորայք նշանակելու, ինչ որ ցուցումներ, հա, ցուցումների դեղորայքային բուժում։ Եթե այսպես նայենք, հոգեբուժները բժիշկ են, հոգեբանները ճակերտների մեջ բժիշկ են, էլի, բժիշկ չեն, էլի, բժշկական համալսարան։ Հա, բայց դե հոգեբուժները ավարտում են բժշկական համալսարանը, չէ՞։ Իսկ հոգեբանները այ ձեր պարագայում ավարտում են Երևանի պետական համալսարանը։ Այսինքն տարբերություն կա, նրանք բժիշկ են, այս բժիշկ չեն, բայց բժիշկ չեն բառից բուն իմաստով, էլի, անատոմիայի եւ այլն եւ այլն, բայց բժիշկ են նաև, ասենք,
որ մարդուն այդ վիճակից հանելը էլի բժշկության նման է էլի։ Թերապիա հենց բժշկություն է կոչվում, հոգեթերապիա, այո։ Հոգեբուժի հետ համագործակցությունը պարտադիր է հոգեբան մասնագետի համար։ Ես ունեմ մասնագետ, ում հետ համագործակցում եմ, օրինակ, այցելուն դիմում է տագնապային խանգարմամբ կամ ունի դեպրեսիվ ֆոն, որը արդեն կլինիկական, այսպես ցուցում է, ու շատ կարևոր է, որ մասնագետը, եթե պրոֆեսիոնալ է, ինքը անպայման ուղղորդում է հոգեբուժի մոտ։ Մարդիկ գալիս են, ովքեր թեկուզ ինքը չի բարձրաձայնում, բայց մտքեր ունի սուիցիդի, այս դեպքում միանշանակ անհապաղ հենց այդ վարքյանին թեկուզ ինքը ունի միտք դրա մասին, անպայման պետք է ուղղորդել հոգեբուժ մասնագետի մոտ։ Ստացվում է հոգեբանական խորհրդատվություն կամ հոգեթերապիա եւ դեղորայքային թերապիա, կոմբինացված թերապիա։ Իսկ մենք այսպես առաջ անցանք, բայց որ ասենք հոգեբանությունը ներկայացնենք որպես գիտություն եւ այլն, ասենք քանի ճյուղ ունի, շատ է ճյուղարված, ինչպես է, որտեղ լայն հասկացություն է, չէ՞ հոգեբանությունը։ Նայենք այնտեղ ես ասում եի խորհրդային ժամանակ հիմնականում պետք էր մանկավարժները սովորեին, բայց դա երեխաների հոգեբանություն է, դա մի քիչ ուրիշ է երևի։ Ուզում եմ ասեմ, երևի ունի ճյուղեր, չէ՞։ Որոնք են ինչպես։ Տեսեք, ուղղությունները շատ են, ձեր նշածը մանկավարժական հոգեբանությունն է, սպորտի հոգեբանություն, կլինիկական հոգեբանություն, իդեպ պաթոլոգիայի մասին, որ խոսեցինք, հենց կլինիկական հոգեբաններն են աշխատում տվյալ պացիենտների հետ։ Մենք ունենք շատ ուղղություններ եւ ըստ արդեն ուղղության, երբ որ ընտրում է մասնագետը, ինքը արդեն գնում է հենց այդ ուղղությամբ, օրինակ կրթության հոգեբան է, որ աշխատում է դպրոցում։ Հիմա ես որպես հոգեթերապևտ թեկուզ ունեմ առողջություն։ Թեկուզ ունեմ երկար տարիների փորձ աշխատանքային, բայց ես կոմպետենտ չեմ դպրոցում աշխատելու, քանի որ չունեմ այդ նեղ մասնագիտացված, այո, որպես կրթության հոգեբան։ Ուղղությունները շատ են, այստեղ արդեն մասնագետն է ընտրում, թե ինչն է, այսպես արձագանքում է կառավարման հոգեբանություն, սոցիալական հոգեբանություն։ Հիմա որ գալիս են համասարան, ընդունվում են։ Նախ ինչ քննություն են տալիս ձեզ մոտ։ Քննությունները հետևյալն են՝ հայոց լեզու գրականություն, օտար լեզու եւ կենսաբանություն, բոլորը գրավոր։ Բոլորը գրավոր, կենսաբանություն էլ։ Այո։ Այդ բարդացրել եք ուրեմն։ Ես հիշում եմ, երբ որ ես ընդունվում եմ Երևանի պետական համալսարան, հոգեբանություն բաժինը միակն էր, որ ուներ հենց այս քննությունները ու հենց այս քննություններով դու այլ բաժին չէր կարող ընդունվել։ Սա կարծում եմ ճիշտ է, որպեսզի մարդը գիտակցված ընտրի, ոչ թե ինչ որ մի ֆակուլտետ չընդունվեցի, այստեղ կհայտնվեմ, հա, այդ տարբերակը ունենք, չէ, որ բալերը չի հերիքում, կարող է այլ ֆակուլտետում կամ այլ բաժնում շարունակել իր ուսուցումը։ Հոգեբանությունը հենց գիտակցվածության մասին է։ Ես ընտրում եմ գիտակցված այս մասնագիտությունը ու դրա համար Դե շատերը մտածում են, ասենք, որ հոգեբան դառան, որտեղ են աշխատելու, առաջ այդպես էր։ Ասենք պիտի մանկավարժ աշխատեին, հա, շատ գիտության մեջ գնային, դասախոս եւ այլն։ Հիմա բայց հիմա փոխվել է ամեն ինչ։ Հիմա ասենք կան չէ հոգեբանական կենտրոններ եւ այլն, նույնիսկ վճարովի, այսինքն մարդիկ նաեւ կարող են գումար աշխատել լավ հոգեբան լինելուց, էլի, այդ եմ մտածում։ Ու սովորաբար Հայաստանում այն մասնագիտությունները, որոնք այսպես ըստ կարծիքի հասարակության այդքան եկամտաբեր չեն, ավելի շատ աղջիկներն ու կանայք էին գնում, այն առումով, որ աղջիկների կանանց համար կարծես թե այդ մասնագիտությունը սիրելը շատ կարևոր է, քան տղաների, որ մտածեն պիտի անպայման տուն պահեն եւ այլն, այս հոգեբանությունը կա։ Հիմա այսօր ինչ վիճակ է, էլի աղջիկներն են լրիվ հոգեբանությունը գրավել, թե տղաներ կան։ Լավ հնչեց, աղջիկներն են գրավել։ Դե գրավում են որտեղ։ Հիմա տենդենս կա, շատ նաև տղաներ են դիմում, թեկուզ այլ ֆակուլտետներից, ես ունեմ այդպիսի փորձառություն, դասավանդելով այլ ֆակուլտետներում հոգեբանության հիմունքներ, որպես կամ ընտրական առարկա, շատ
ուսանողներ, այսպես հիանում են, իրենց համար մեծ բացահայտումներ են անում, տեսնում եմ ինչպես է նպաստում իրենց անձնային աճի վրա դա, հա, եւ որոշում են կայացնում, որ մագիստրատուրան շարունակում են արդեն ըստ իրենց ընտրության թե որ ուղղությամբ պիտի գնան, ընտրում են հոգեբանությունը։ Այսօրվա դրությամբ ունենք հստակ պատկեր, որ այլ ֆակուլտետներից տեղափոխվել են տղաներ։ Արդեն մագիստրատուրա։ Այո, մագիստրատուրան դիմել են, ունենք հրաշալի պատկեր։ Չի կարելի ասել միանշանակ ամբողջ աղջիկներ են, եթե տոկոսային հարաբերակցությամբ վերցնենք, բայց տղաներ էլ կան, մեծամասնություն աղջիկներ են, բայց կան նաև տղաներ։ Այդ շատ լավ է։ Իսկ կան շատ են ուսանողները, որ ուզում են շարունակել, ասենք, զբաղվել գիտությամբ, մագիստրատուրայից հետո, ասենք, ասպիրանտուրա եւ այլն։ Այդ հնարավորությունը կա, կարծում եմ։ Իհարկե, նաև հնարավորություն կա ավարտելուց հետո, թեկուզ շատ տարիներ անց տալիս է Երևանի պետական համալսարանը այդ հնարավորությունը դիմելու արդեն ասպիրանտուրա կամ հայցորդության եւ շարունակելու գիտությամբ զբաղվել։ Ես կարծում եմ դասախոսների խնդիրը շատ բարդանում է, ինչ առումով, որ այս սոցկայքերը եւ հատկապես արհեստական բանականությունը շատ բան են փոխում։ Այդպես չի։ Եթե դիտարկենք հիմա արհեստական բանականությունը, այո, մենք ապրում ենք այդ ժամանակաշրջանում, բայց պետք է ոնց որ երկու հարթությունից դիտարկենք, հա, արհեստական բանականության դերը մեր կյանքում, ազդեցությունը, ինչպիսի ազդեցություն ունի, եթե վերցնենք ուսանողների այսպես հարթությունից, հա, դիտարկենք, եթե ուսանողները դա դիտարկում են որպես փոխարինող արհեստական բանականություն, chat GPT, հա, օգտվելու, եթե դիտարկում ենք որպես փոխարինող, սա բացասաբար է անդրադառնում իր կոգնիտիվ process-ների վրա, ստեղծարար ներուժը, հա, շատ լուրջ դժում է։ Բայց եթե սա դիտարկենք որպես միջոց, գործիք, որից կարող ենք օգտվել, հա, ունեմ ինչ-որ միտք, ուզում եմ ձևակերպել, բայց դժվարություն ունեմ դա գիտականորեն ձևակերպել եւ chat GPT-ն կամ արհեստական բանականությունը ինձ օգնում է իմ միտքը շարադրելու ու ես արդեն ընտրում եմ։ Այս տեսանկյունից հրաշալի մենք միջոց ունենք, բայց այ մյուս հարթությունից, երբ որ ես ուղակի իմ այսպես հույսը դնում եմ chat GPT վրա, ուղակի հրահանգը տալիս եմ ու սպասում եմ, որ ինքը դա պիտի գրի տա, հետաքրքիր բան ասեմ, ուրեմն ես միշտ այլ ֆակուլտետներում դասավանդելուց ավարտին ասում եմ գրել էսե, ինչ տվեց իրենց հոգեբանություն առարկան։ Ինչպես է գլխին գնում եք, որն է գրել բանականությունը, որը ուսանողը։ Նայեք, ուզում ասել նույնիսկ դրանից գրագետ օգտվելու ձևն է այստեղ շատ կարևոր, հա, տեսնել։ Ես տալիս եմ այդ հանձնարարությունը եւ ինչ որ ֆակուլտետից, ինչ որ ուսանող ինձ ուղարկում է էսեն, գիտեք, հետաքրքիր էսպես սիրուն շարադրված դե ալգորիթմեր, դա արդեն հասկանում ես ըստ կառուցվածքի, որ chat GPT-ն է, բայց chat GPT-ն այն թեմաներն է շոշափել, որ անցել են դասընթացի ընթացքում, որոնց մասին նույնիսկ առարկայական ծրագրում դա զետեղված չի։ Այսինքն այստեղից հասկանում ես, որ ինքը ուղակի հրահանգը տվել է, նույնիսկ չի կարդացել ինչա գրված։ Ու այդպես ուղարկել է ուսանող, որ ասենք, չգիտեմ, երևի 30 կամ 40% բացակա է եղել դասերի։ Այսինքն այստեղ հստակ տեսնում ես, դե բնականաբար դա չընդունվեց։ Դե որ նայում ենք ինչ եմ ասում, որ հոգեբանությունն էլ լուրջ անելիքներ ունի, որտեղ շատ բան է փոխվում մարդու մեջ։ Այն առումով, որ դե մարդը միշտ ձգտել է իր կյանքը հեշտացնի։ Եվ եթե առաջ հեշտացրել է, ասենք, մեզ փոխարինել են մեր ֆիզիկական գործողությունները, չէ, ասենք փոշեկուլ, լվացքի, չգիտեմ, այս մեքենաներ եւ այլն եւ այլն։ Ես կանանց համար եմ ասում առաջին հերթին։ Հետո մեքենաներ, այս բոլոր ինքնաթիռները հիմա փոխվում է, արդեն փոխարինում են ինտելեկտուալ մարդու աշխատանքը, այս դա մեծ հեղափոխություն ու փոփոխություն է։ Եվ մարդը կարծես թե որ հեշտանում է ամեն ինչ, մարդը դառնում է ծույլ, չէ, ավելի, հա։ Ավելի ծույլ, որտեվ հիմա երևի պարտադիր չի կարդալ, եթե հաստ վեպեր, չգիտեմ, այդ ամեն ինչ այնքան մատչելի է, մի անգամից ասենք հեռախոսով կորոնես, կգտնես կարճ եւ այլն համառոտ ու արդեն այդ փնտրտուքն էլ կարծես չկա, ամեն ինչ հասանելի է, մոտ է եւ այլն։ Ու դա մարդուն փոխում է, մարդուն դարձնում է ավելի
մի կողմից ավելի հեշտ, այսպես ծույլ, մյուս կողմից ավելի անպաշտպան են առումով, որ իրեն որ հեշտ է տրվել, ինքը դժվարությունների չի դիմանում, այդպես չի։ Միանշանակ այդպես է, դուք հիմա բարձրացնում եք էգզիստենցիալ շատ լուրջ հարց, խնդիր, որը իհարկե ինովացիոն, այսպես զարգացմանը զուգահեռ մենք տեսնում ենք, դա դիտարկում ենք, դա անխուսափելի է։ Ես քիչ առաջ դրա մասին նշեցի, որ կոգնիտիվ պրոցեսների վրա է ազդում ստեղծարար ներուժի հայտ սոլյուցիոնը, ոնց որ մենք ունենք պոտենցիալ, որ պետք է իրացնենք եւ շատ լուրջ ու վնասակար հետևանքների է դա բերում։ Օրինակ, ուշադրության մասին, ընկալման մասին, հա, եթե դիտարկենք որպես կոգնիտիվ պրոցես։ Ինչ որ նյութ, եթե մենք հիմա խոսում ենք մասնագիտության մասին, ուսանողների, հա, ինքը ընտրում է պիտի կարդա, չէ, ինքը համառոտ չի կարող դա, որպեսզի հասկացում ունենա, իր համար շոշափելի դառնա։ Շատ լավ, ինքը շատ ուզում է։ Ես դա տեսնում եմ դասերի ընթացքում, շատ ուզում է անցալել, բայց ուշադրությունը չի կարողանում կենտրոնացնել։ Կենտրոնացման խնդիր ունի։ Ինչու՞, որովհետև եթե մենք հիմա գնանք սոցիալական հարթություն, սոցիալական դաշտ, հա, մեդիայի, ինչա տեղի ունենում, այնտեղ ռիլեր կան, որոնք որ հստակ ժամանակահատվածով են 1 րոպե, հա, մաքսիմում 1-2 րոպե։ YouTube-յան հարթակումը այդպես ու ավարտվեց, անցնում է մյուսին, այսինքն ուղեղի համար չի տրվում համապատասխան ժամանակ, որpիսի այդ process-ը տեղի ունենա, անցալի, ըմբռնի, հասկացում տեղի ունենա, հա, կամ ինչ որ մտապահի։ Չի լինում։ Արագ անցնում է ու պատկերացնում եք ինչ տեսակ ստրես է մեր գլխուղեղի համար, դա հոգեկանի համար։ Հետազոտություններ կան ժամանակակից արդեն, որ գլխուղեղում գորշ նյութը գնալով այսպես չորանում, պուճուրիկանում է։ Իսկ դա սարսափելի բարդությունների հետևանքների է բերում։ Գիտնականների այսպես հաշվարկներով, ենթադրություններով այս սերունդը, ովքեր որ գadgetների այսպես ակտիվ իրենց կյանքում կա, մինչև 30 տարեկան կանխագուշակում են, որ դեմենցիայի արդեն հստակ ցուցանիշներ են ունենալու, իսկ սա սարսափելի է։ Ծուլությունը, հա, այդ գոյաբանական հարցերը, որ դուք ասում եք, իմաստի ճգնաժամի ենք արդեն հանդիպում։ Իմաստը ամեն ինչ հասանելի է, ամեն ինչ կարող եմ ունենալ, եթե նա կարող է, ասենք ChatGPT-ին կարող է իմ փոխարինել այս կամ այն հանձնարարությունը, ինչու այլևս ես ինձ նեղություն պատճառեմ, ախր հենց ձևակերպումն է ու ուշադրության ֆոկուսը որտեղ է, ինչ նշանակում ինձ նեղություն պատճառեմ։ Զարգացումը տեղի է ունենում ճգնաժամի միջոցով, եթե ես, օրինակ, եթե վերցնենք սպորտը, հա, եթե ինչ որ մի մարզիկ ուզում է օլիմպիական խաղերի մասնակցել, չեմպիոն դառնալ, հա, ունի ուղի հստակ նպատակ, ինչ պիտի անի ինքը պիտի շատ այսպես ճգնելով աշխատի, չէ, իր մկանային զանգվածի վրա, ուժի հետ գործ ունենալու եւ այլն։ Եթե ինքը դա չի անում, ինքը այդպես էլ այնտեղ չի հասնի։ Չէ, բայց ինքը պիտի հոգեբանական պատրաստություն ունենա, որը այս առումով շատ կարևոր է։ Միանշանակ, բայց ես ուզում եմ այդ process-ը ասել, որ դա ինքը հաղթահարելով ինքը հասնում է իր նպատակին։ Հոգեբան դառնալը հեշտ գործ չէ, եթե իսկապես խոսում ենք պրոֆեսիոնալ մասնագետի մասին։ Որ խոսում ենք արհեստական բանականությունից, հա, ինչ որտեղ ես մտածում եմ, որ դասախոսներին կարող է փոխարինել, այն առումով, որ ասենք լեկցիաներ նա ամեն ինչի տեղյակ է, ինչ են գրել, ինչ չեն գրել, կարող է այսպես շարադրել ծրագիրը, բայց հոգեբանին, որը աշխատում է անհատի հետ, դա անհնար է փոխարինել, էլի արհեստական բանականություն չի կարող, որտեղ վերջի ամեն անհատ ինչ որ երևույթ է, որը չի կարգանվում, չէ, այսպես վերցնենք։ Շատ լավ, առաջին ձեր ձևակերպման հետ թույլ տվեք այդքան էլ չհամաձայնել, որ դասախոսին կարող է փոխարինել։ Ինչու՞, որովհետև մենք ինֆորմացիա ուղակի չենք փոխանցում։ Դասախոսությունը դա մարդ-մարդ նախ եւ առաջ մարդ-մարդ հաղորդակցումն է, այսինքն էներգետիկ փոխանակումը, որ տեղի է ունենում մարդ-մարդու միջև։ Օրինակ դասերի ընթացքում ես տեսնում եմ եւ իմ գոլեգաների մոտ էլ դա կա, հոգեբանի դերից, հա, երբ որ դասախոսը հոգեբան է, տեսնում եմ, ասենք, ուսանողը, որ ունի թերարժեքության բարդույթ աուդիտորիայի առաջ ելույթ ունենալու, որովհետեւ այնտեղ ինչ որ կոմպլեքսներ կան։
Ես շատ աննկատ դա տեսա, դա ChatGPT-ին կամ արհեստական բանականությունը չի կարող տեսնել, ինչքան էլ ուզի։ Ես դա տեսնում եմ եւ ինչ որ վարժանքների միջոցով, այստեղ ինչ որ պրեզենտացիա պիտի անի, ուղղորդում եմ, օգնում եմ, որպեսզի աննկատ որևէ մեկի համար, որ այսպես հատուկ չլինի։ Թեորետիկ, լուրջ, ասենք ինչ որ թեորիա։ Հոգեբանությունը այդպես չենք սովորում, մարդկային ֆակտորն է առաջնային, որովհետեւ մենք գործ ունենք մարդու հետ։ Մենք հիմա տեսնում ենք արդի ժամանակներում հուզականության այսպես ոնց որ լինի եթե հիշենք հայտնի խոսքեր Իսահակյանի կգա դերևս ոգուսով չէ եւ դուք մենք հիմա շոխսեղանի մոտ այո տեսեք երբ է դա գրվել ու հիմա մենք հանդիպել ենք հենց այդ ժամանակաշրջանում այ հենց այդ խնդրի հետ որևէ մեկը չի կարող փոխարինել մարդուց բացի այ այս տալու ուղակի ես օրինակ դասընթացի ընթացքում բացի առարկայական ասենք ծրագրով նախատեսված չէ նյութը տեսական տալուց բացի կա մարդկային ֆակտորը բերել ինչ որ չգիտեմ օրինակներ որոնք ես ունեցել եմ իմ փորձառության ընթացքում մասնագիտական շատ կարևոր ինչ որ բաներ որ ինչ որ մեկի համար դա կարող է ծառայել անձնային աճի համար զիլնյութ ու դա տեղի ունենում առաջին օրը երբ որ գալիս են դասի եւ ավարտից այդ 3-4 ամսվա ընթացքում ուսանողների մոտ ովքեր եկել են, պարտաճանաչ, պարտադիր ներկա են եղել, հստակ երևում այդ անձնային աճը։ Աշխարհայացը թե ինչպես է փոխվում։ Իմ համար մեծագույն հաղթանակ է հենց SN-ները կարդալը, որ հենց այնպես չի ես այնտեղ եմ ու հենց այնպես չէր, որ այդ process-ը տեղի ունեցավ։ Այսինքն իրենք բացի գիտելիքից, հմտություններից վերցնում են նաև իրենց համար շատ կարևոր փորձառություն, որ հետագայում այս պահից սկսած իրենց կյանքի որակը բավականին լավացնելու է ու նաև հետաքրքիր է, որ ուսանողները այդ գիտելիքներով իրենց ընտանիք համակարգ են մտնում եւ այնտեղ սկսում է այդ թերապևտիկ process-ը, ինչ որ հոգեկրթությունը տեղափոխվում արդեն համալսարանից ուսանողի միջոցով ընտանիք համակարգ եւ այնտեղ է սկսում այդ տրանսֆորմացիան։ Դե իհարկե այսպես նայենք, որ դա ամենամեծ օգուտը կլինի, որ մարդիկ կարողանան իրենց ընտանիքում հասնել խաղաղության, ջերմության այդ գիտելիքների շնորհիվ։ Իհարկե։ Առաջինը հուզական ինտելեկտն է։ Այսօր որ մենք պիտի ձգտենք դա ունենալ, էմպաթիան, ապրումակցում ունենալ մարդու հանդեպ։ Եթե տեսնում ենք ինչ որ մեկը մեր հետ խոսում է զայրացած կամ տոնը մեզ դուր չի գալիս, պարտադիր չի դա անձնավորել։ Միգուցե 1 ժամ առաջ կամ մի քանի րոպե առաջ ինչ որ վատ իրադարձության մեջ է եղել, իրավիճակի կամ ինչ որ վատ զանգ է ստացել մարդը ու այնտեղ է իր էմոցիաները, այսինքն այստեղ էլ գրագիտ մոտեցումը ու նաև էմպաթիկ վերաբերմունքը կարելի է ուղղակի, եթե այո, մեզ կարող է դուր չգալ դիմացինի տոնը, կարող ենք ուղղակի հայելիով վերադարձնել իրեն, որ գիտես իմ ականջին այդքան էլ հաճելի չի քո տոնը, ինչպես ես դու իմ հետ խոսում։ Բայց ոչ թե ինչպես ես համարձակվում իմ հետ այդպես խոսել։ Գուցե մարդը չի էլ նկատում, որ ինքը այդ տոնով է խոսում կամ այդ հայացքն ունի այս պահին։ Չէ՞ որ մենք սովոր ենք, չէ՞, ամեն ինչ անձնավորել ու այսպես ներշնչող ենք այդ հայացքով նայած, ուրեմն դա ինչ որ բաներ նշանակում։ Գրագետ, առողջ, adekvat, կոնստրուկտիվ եւ հասուն պոզիցիան է ուղղակի մարդուն տեղեկացնել, որ ինչ որ հայացքով ես ինձ նայում, ինչի մասին է դա։ Ոչ թե ինչ եմ ես արել, երեխայական պոզիցիայում ենք հայտնվում մեղավորության զգացումով, ուզում ենք ինչ որ բան լսել, որ մեզ մեղավոր չզգանք, ոչ էլ պատժող ծնողի պոզիցիայից, այսպես տերթոդիկի, այդ մանկավարժի դերից, որ ինչպես ես համարձակվում դու ինձ այդպես նայել։ Եթե մենք զարգացնենք հուզական ինտելեկտը, էմպաթիան, հավատացեք, հասարակությունը շատ ավելի առողջ ու այսպես հարմոնիկ ներդաշնակ կապրի։ Հասմիկ, որ նայում ենք բնական գիտություններին, այդ գիտությունները արտահայտող մասնագիտություններին շատ արագ է ամեն ինչ փոխվում, այս տեխնոլոգիաներ, այս IT ոլորտ եւ այլն, շատ արագ փոխվում է։ Ու այդ մասնագետները անընդհատ պիտի ինչ-որ սովորեն նոր բան, որտեղ անընդհատ նորություններ են, անընդհատ փոխվում է ամեն ինչ։ Մարդը կարծես չի փոխվում։ Ինչա հոգեբանության առումով ես մտածում եմ, դե մարդը միշտ էլ, ասենք, որ նայում ես այդ պատմությանը, ասենք միշտ ձգտել է իշխանության, գումարի, այդպես էլ եկել է դարեր շարունակ, այսօր էլ նայում ես այդպես է, ասենք ունենա իշխի հիմնականը։ Եվ այս առումով չի փոխվել։ Հիմա այս հոգեբանությունը
ունի առաջընթացի կարիք, թե էս էլի, դե արդեն կա էլի, մարդը փոխվում է, թե չէ։ Չնայած մենք խոսում ենք, որ այս իրողությունները մարդուն փոխում են, բայց ընդհանրապես եմ ասում։ Ասենք, որ եթե մենք գիտենք սա այսպես է, ուրեմն այդպես է երևի, այլ փոփոխություն չկա էլի։ Այս իմաստով եմ ասում։ Շատ լավ, ձեր խոսքից ես լսում եմ ոնց որ դինամիկայի մասին, հա։ Եթե չլինի այդ դինամիկան, դա մահն է։ Այլևս ոնց որ կլինենք արձաններ ու պետք չի զարգանալ, շարունակել ինչ որ նոր բացահայտումներ անել, հա։ Այստեղ ինչն է կարևոր։ Այսինքն ամեն ինչ չի որ բացահայտված է, ըստ ձեզ։ Տեսեք, մենք կարող ենք 500 տարի ապրել, բայց այդպես էլ մեր հոգեկանի անգիտակցական շերտերը այդպես էլ մենք ինքներս մեզ չճանաչենք, այսինքն թեկուս 5 դար պատկերացրեք, հա, այնպես որ հոգեկանը դեռևս բացահայտված չի, ու դա դինամիկ process է, մենք ապրում ենք, անընդհատ դրանք փոփոխվում են, տրանսֆորմացիան, եթե մենք նայենք օրինակ ձեր սերունդը կամ ձեր ծնողների սերունդը դիտարկենք, հա, ու հիմա ընդամենը 3-4 տարեկան երեխան ինչպես է իրեն դրսևորում սոցիումում, այ սոցիալական հարթության մեջ։ Տեսնում եք տարբերությունը։ Նույն գadget-ից օգտվել է։ Հիմա 4 տարեկան երեխան ինձանից լավ կարող է կողմնորոշվել, թե ինչպես իրեն դրսևորի։ Ընդամենը 2 տարեկան երեխան կարողանում է պատասխան տալ իրեն դուր չեկած վարքաձևին մեծահասակի։ Իմ ծանոթներից մեկը պատմում է, որ 2 տարեկան երեխային տատիկը կանչում է ներս, ասում է բակում խաղում է, ասում է սեփական տան բակում, ասում է արի ներս գնանք կմրսես ու չի գալիս, չի լսում, տատիկը մի 2 անգամ արդեն զայրանում է, զայրացած ձայնով, այսպես տոնով, 2 տարեկան երեխան դա անկալում է, որ իրեն դուր չեկավ, պտտվում է եւ պատասխան է տալիս, որ փորձեմ ցիտել, ներողություն եթերային չի, բայց ցիտեմ, որ ընկալեք, ասում է մուննաթին նայիր։ Տեսեք ձևակերպումը, որ ինչպես ես համարցակվում, եթե մենք ենթատեքստը վերցնենք, ինչպես ես դու համարցակվում իմ հետ այդ տոնով խոսել։ Հետաքրիր է, չէ, որ մենք Լավ, իսկ Հասմիկ Հակոբյանը ինչի գնաց այս ուղղությամբ, հա, ինչը գրավեց։ Շատ երկար պատմություն է դա շատ մանուկ, շատ փոքր տարիքից այսպես մայրս է գլխավոր հեղինակ, այսպես ասած իմ ընտրության, փոքրուց նախ ես ունեմ գերզգայուն նյարդային համակարգ եւ էմպատ եմ իծնե շատ զգայուն եմ ապրումակցող եւ փոքրուց մայրս ինձ բերում էր օրինակ այբոլիտի կերպարը բժիշկով բժշկում էր կենդանիների Այո, ու ես ունեի նույնիսկ այդպիսի հագուստ, ինքը գնել էր իմ համար այդ բժիշկ այբոլիտի եւ իմ սիրած մուլտներ, ու ես այսպես նույնացա երևի եւ հետագայում շատ ուզում էի, որ դպրոցահասակ էի արդեն, երևի դեռահասության ընթացքն էր, պապիկս մահացավ, ում հետ ունեի հուզական շատ ջերմ հարաբերություններ ու դա իմ կյանքում առաջին մահն էր, որ ես բախվեցի այդ խնդրի հետ ու հասկացա ինչա մահը ու շատ երկար ժամանակ ոնց որ այ հենց այդ մտորումներով էի նույնիսկ հիշում եմ շարադրություն դպրոցում գրել եմ ու մայրս դա պահել էր մինչև օրս որ Բայց երբ որոշեցիք ընդունվել ասենք համասարան ու դառնալ հոգեբան Տեսեք հենց այդ էր որ ինչ որ անբուժելի հիվանդությունների համար դեղամիջոց էի փնտրում ու հետո այնպես ստացվեց որ այ հոգեկանի ազդեցությունը նույն մարմնականի վրա է, թե հոգեսոմատիկան հիմա վերցնենք, հոգեմարմնական դրսևորումներ կամ խանգարումներ, հետո չեմ հիշում արդեն այս պահին, բայց ինչ որ նյութ ձեռքից տակ ընկավ, որ կապը տվեցի, որ այսինքն մենք ունենք հոգեկան, որը հզորագույն պոտենցիալ ունի ու հնարավոր է ինքը ազդել ոչ միայն կյանքի որակի վրա մարդը ուզի իր ցանկալիին հասնել, այլ նաև շատ ու շատ հիվանդություններ, նույնիսկ անբուժելի հիվանդություններ կարողանալ հաղթահարել։ Շնորհակալ եմ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Երևանի Պետական համալսարանի եւ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Հասմիկ Հակոբյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։
Մասնագիտություն